Քննարկում ենք հարց համար 42-ը հաշմանդամություն ունեցող անձանց եւ 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին հարցազեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան։ Համեցեք, պարոն Թորոսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, նախագծով առաջարկում ենք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց եւ 63-ից բարձր տարիք ունեցող անձանց համար զբաղվածության նոր ծրագիր, որպեսզի մեծացնենք աշխատաշուկայում նրանց հնարավորությունները, մրցունակությունը եւ կայուն զբաղվածություն ապահովենք։ Հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև 63 եւ բարձր տարիքի անձանց զբաղվածության ապահովման ծրագրի իրականացումը կնպաստի նրանց ակտիվ ներգրավվածությանը, հասարակական եւ տնտեսական կյանքում ապահովելով արժանապատիվ ինքնաիրացում, լրացուցիչ եկամուտների ձևավորում եւ սոցիալական ակտիվության բարձրացում, ինչը կնպաստի նրանց բարեկեցության եւ կյանքի որակի բարձրացմանը։ Ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 63-ից բարձր տարիքի բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ունենալ մասնագիտական բարձր ներուժ եւ հասարակական օգտակար գործունեություն իրականացնելու ցանկություն, բայց ոչ միշտ է հաջողվում դա իրականացնել։ Ինչ են կոնկրետ առաջարկում նախագծով։ Առաջարկում ենք աջակցություն տրամադրել այն գործատուներին, բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմիններ, այսինքն պետական մարմինների, որոնք առնվազն 3-ից 6 ամսով ժամկետով աշխատանքային պայմանագրեր կկնքեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կամ 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ, ընդ որում կարող են կնքվել նաև մասնակի աշխատաժամանակով պայմանագրեր, այսինքն կես դրույք կամ 1 դրույքից պակաս չափով պայմանագրեր։ Ուրեմն առաջի 3 ամիսների համար առաջարկում ենք եկամտային հարկի փոխհատուցում 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 25000 դրամը, 4-ից 6 ամիսների համար, այսինքն երբ որ կշարունակվի եւ ըստ էության ավելի կայուն կդառնա այդ աշխատանքային հարաբերությունը 100%-ի չափով եկամտային հարկի, բայց ոչ ավել 50000 դրամը եւ եթե այդ աշխատանքային հարաբերությունները ավելի կայուն կլինեն, այսինքն 1 տարին կլռանա, 1 տարվա ավարտին նաև 100,000 դրամի չափով միանվագ աջակցություն գործատուին, համակարգը առաջարկում ենք, այսինքն ծրագիրը առաջարկում ենք սկսել 2027 թվականի հունվարի 1-ից, որովհետև նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականացնենք, այդ թվում թվային հարթակների միջոցով։ Իհարկե մենք նաև որոշակի պայմաններ ենք դրել, որպեսզի հնարավորինս ի սկզբանե կանխարգել ենք չարաշահումները, պայման կա, որ օրինակ տվյալ գործատուի մոտ ում հետ որ պետքա պայմանագիրը կնքվի վերջի 3 տարում աշխատած չպիտի լինի այդ քաղաքացին եւ վերջի 3 ամսում ընդհանրապես աշխատած չպիտի լինի, որպեսզի արհեստականորեն աշխատանքային պայմանագրերի խզում եւ վերակնքումներ չլինեն այս ծրագրից օգտվելու նպատակով։ Ընդհանրապես այս երկու խումբ քաղաքացիները մեր այն քաղաքացիների թվին են պատկանում, որոնց անհրաժեշտ են աջակցության եւ խրախուսման ծրագրերը ընդհանուր զբաղվածության համատեքստում եւ կարծում ենք, որ եթե նաեւ լավ հաջողվի այս ծրագիրը իրականացնել, մենք նաեւ այլ խմբերի քաղաքացիների համար էլ կկարողանանք սա անել, սա նաեւ զուգահեռ գնում է ինքնազբաղվածության խթանման ծրագրերի համատեքստում։ Մեր գործընկերները էկոնոմիկայի նախարարությունից հիմա մշակում են մի ծրագիր, որ ավագ սերնդի մեր ներկայացուցիչների համար նաեւ ինքնազբաղվածության եւ ձեռներեցության ծրագրեր ներդրվեն, դուք եք բազմաթիվ անգամ դրա մասին էկոնոմիկայի նախարարությունը բազմիցս նշել, այսինքն զուգահեռ այս երկու գործընթացներն էլ տեղի են ունենում եւ կարծում ենք, որ շատ կարեւոր է եւ ժողովրդագրական եւ զբաղվածության առումով եւ այդ մարդկանց առողջության պահպանման առումով, ընդհանրապես կենսունակության պահպանման առումով մենք խրախուսենք, որպեսզի նրանք հնարավորինս երկար մնան աշխատաշուկայում։ Շնորհակալություն, խնդրում եմ հաստատել։ Շատ լավ, բայց կարևոր է, որ մյուս ծրագիրն է շատ չշանա, որպեսզի մենք տնտեսական ակտիվացման այդ process-ները արագացնենք, որովհետև դրա պահանջարկը ակնհայտորեն կա։ Շատ լավ, կան դիտարկումներ, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, պարոն Թորոսյան, տեսեք, մեկնարկի համար շատ լավ գաղափար եւ լավ ծրագիր է, բայց հիմա մենք ինչ ենք անում։ Կարող են լինել երկու տարբեր տիպի գործատուներ։ Մեկը ով շարունակում է գործով ապահովել 63 լրացած մարդուն, աշխատում է այդ մարդը այնտեղ եւ մենք նրան չենք աջակցում։
եւ մեկը որ նոր պիտի վերցնի այդպիսի մարդու աշխատանքի։ Երևի պետք է մտածենք նաեւ այնպես անել, որ այն գործատուները, որոնք այսօր պահում են այդ մարդկանց աշխատանքի տեղում, իրենք նույնպես արժանանան մեր աջակցությանը, որևէ ձևով, որովհետեւ հակառակ պարագայում մենք նույն աշխատանքի շուկայում առաջացնում ենք արդեն այլ տիպի նախապատվություն, վերցնել չաշխատող մարդուն, բայց չենք խթանում, որ աշխատանքի մեջ պահի այսօր արդեն իսկ այդ աշխատանքի տեղում գտնվող մարդուն։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, շնորհակալություն։ Հիմա մենք այս պահին 63 եւ ավելի տարիք ունեցող 100,000 քաղաքացի ունենք, որ աշխատաշուկայում է, ինչը ողջունելի է։ Այսինքն այնպես չի, որ մենք միանգամից բոլոր գործատուները կլինեն մասնավոր թե պետական, իրանց ուզում են ազատել աշխատանքից եւ իրանք արդյունք են ստեղծում, արժեք են ստեղծում այդ գործատուների համար, դրա համար են պահում վստահաբար։ Մենք նաեւ գիտենք, որ աշխատանքային օրենսգրքում վերջերս էլ նաեւ հանրային ծառայության ծառայությունը կարգավոր օրենքներում փոփոխություններ իրականացին, որ այդ արգելքն էլ հանենք, որ չեն կարողանալու պահել։ Մեր ծրագրի նպատակը խթանելն է, որպեսզի իրանք մտնեն, եւ մենք այնպես չի, որ երկարաժամկետ ենք աջակցելու։ Ես ինչպես նշեցի, 3 եւ 6 ամիս ենք աջակցելու, եւ եթե 1 տարի կայուն զբաղվածությունը լինի, եւս մեկ անգամ աջակցելու ենք որպես միանվագ խրախուսում։ Եթե խոսքը գնում է մշտական աջակցության մասին, ապա ես կարծում եմ, որ մեկ այլ քննարկում պետք է ունենանք, այդ թվում հարկային նաև օրենսդրության շրջանակներում միգուցե, բայց չեմ կարծում, որ կարող ենք այդ ձեր ասածը այս ծրագրի շրջանակներում իրականացնել։ Շնորհակալություն։ Կան այլ դիտարկումներ։ Չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։